իրավունք, որպեսզի ուսումնասիրեն աշխատանքային պայմանագիրը կամ էլի ինչ խնդիրներ կա, որոնք իրազեկվածության պակասի պատճառով ուժվում են։ Շատ լավ, նախ պետք է պատրաստել աշխատանքային հարաբերությունները ըստ էության 3 փուլ են անցնում, հակիրճ ասեմ, ծագումը, ընթացքը եւ ավարտը։ Եվ բոլոր 3 փուլերի վերաբերյալ մենք պիտի տեղեկացված լինենք որպես աշխատողներ։ Նախ եւ առաջ, ինչպես է ծագում աշխատանքային հարաբերությունը, պետք է կնքենք աշխատանքային պայմանագիր, որը երկու կողմից ստորագրվում է եւ պետք է կարեւոր է այն ընթերցել։ Աշխատանքային պայմանագրի էական պայմանները առնվազն պետք է ներառված լինեն աշխատանքային պայմանագրում, դրանք են աշխատանքի վայրը, աշխատավարձի չափը, ժամկետը սկսելու տարեթիվը, պայմանագրի ժամկետը, այսինքն որոշակի ժամկետով է, թե անորոշ ժամկետով է աշխատանքային պայմանագիրը, ինչպիսի լրացուցիչ երաշխիքներ կան աշխատողի համար, ինչպիսի օրինակ չափորոշիչներ են աշխատում, փորձաշրջան լինելու է, թե չի լինելու եւ այլն, այսինքն սա աշխատանքային օրենսգրքի 84 հոդվածն է, որով ամբողջ էական պայմանները կարգավորվում են։ Ընթացքի ժամանակ, ինչպիսի իրավունքներ ունի աշխատողը, արտաժամյա աշխատանքի համար պետք է պարտադիր վճարվի եւ այն չի կարող գերազանցել ընդհանուր աշխատաժամանակը 48 ժամը շաբաթական, դա ընդհանուր կարգն է 6-օրյա աշխատանքային ժամ։ 2 ժամ օրը, օրինակ, եթե դուք ավել աշխատեք ուտի տեղը 10 ժամ աշխատեք, դա պետք է վճարվի։ Գիշերային աշխատանքի համար առանձին վճարվում է, տոնական եւ աշխատանքային օրերի համար լրացուցիչ կրկնակի պետք է վարձատրվի աշխատողը այդ օրը աշխատանք կատարելու համար։ Ոչ աշխատանքային օրը աշխատելու համար, անգամ եթե դա տոնական օր է կամ հիշատակի օր է, կրկնակի վճարվում է, եթե այդ օրը աշխատում է։ Շատ են, եթե ձեզ տեղափոխում են այլ աշխատանքի, եթե ինչ պատճառներով փոխում են ձեր աշխատանքի էական պայմանները, դրանք բոլոր պետք է աշխատողի գրավոր համաձայնությամբ լինեն եւ աշխատողը եւ հիմնավորված լինեն գործատուի կողմից, ինչու է դա տեղի ունենում։ Արձակուրդի իրավունքը նվազագույնը 20 աշխատանքային օր է տարին աշխատողի համար, դուք կարող եք օգտվել մասերով կամ ամբողջական պետք է ուշադիր լինեք, որ եթե դուք արձակուրդում եք, բայց ձեզ կանչում են աշխատանքի հետ, պետք է հետ կանչ ձևակերպվի եւ այդ օրերը դուք պահպանելու եք արձակուրդին։ Նույնը եթե դուք արձակուրդի ընթացքում անաշխատունակության, օրինակ ժամանակավոր անաշխատունակություն եք ձեռք բերել, բյուլետեն, այսպես ասեմ, այդ օրերի համար երկարացվում է այդքան օրով ձեր արձակուրդը։ Այդ շատ են երաշխիքները եւ այլն, նույնը աշխատանքի ազատելու դեպքում, պետք է հիմնավոր լինի, ինչի են ազատում աշխատանքից, եթե կառուցվածքային փոփոխություններ են, հետևաբար պիտի անպայման ունենաք օրինակ ծանուցում 2 ամիս առաջ, որ դուք ազատվելու եք աշխատանքից եւ այդ ժամանակ այդ ընթացքում 2 ամսվա ընթացքում պետք է հնարավորություն տա գործատուն շաբաթական որոշակի ժամանակահատված, որպեսզի աշխատողը վճարովի այդ ժամանակահատվածը այլ աշխատանք փնտրի։ Հետո դուք ստանալու եք արձակման նպաստ, ստանալու եք վերջնահաշվարկ բնականը, բայց այս ամեն ինչը պետք է հետևողական լինի, այս այն հատվածն է նվազագույն, որը աշխատողի գիտելիքից եւ իրազեկվածությունից է կախված, եւ որ ամենակարևորն է պահանջեք կնքել աշխատանքային պայմանագրեր եւ ոչ քաղաքացիա իրավական։ Սա շատ կարևոր է, որտեղ ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն ապահովում այդ սոցիալական երաշխիքները, նման հարաբերությունները քաղիրավական օրենսգրքով են կարգավորվում եւ ոչ աշխատանքային օրենսգրքով։ Այս շատ կարևոր է իմանալ, սա իրազեկվածության մասով ընդհանուր։ Եկեք կներկայանա Ղանունացկա Նազարեթյան Տիրուհի, Հայաստանի Արմենիայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ։ Շնորհակալ։ Եթե այլ հարցեր կան, ես ուղղակի այդ մասով մենակ ասեցի, որ